Հակակոռուպցիոն կոմիտեն Շիրակի մարզում քրեական վարույթ է նախաձեռնել Բարգավաճ Հայաստան կուսակցության մի խումբ անդամների նկատմամբ իրականացնելով խուզարկություններ եւ ձերբակալություններ։ Ըստ իրավապահների կուսակցության ներկայացուցիչները նախընտրական շրջանում բարեգործության անվան տակ անհատույց շինանյութ են տրամադրել Գյումրիի բնակիչներից մեկին տան վերանորոգման համար։ Սա վերջին օրերին ԲՀԿ-ի շուրջ ծավալվող միակ իրավական գործընթացը չէ։ Մայիսի 22-ին կոմիտեն հրապարակել էր եւս մեկ տեսանյութ կուսակցությանն առնչվող այլ իրավախախտումների մասին։ Այդ դեպքով ԲՀԿ անդամները մեղադրվում են Տավուշի մարզում համակիրներ հավաքագրելու եւ ընտրակաշարք բաժանելու փորձի մեջ։ Հակակոռուպցիոն աշխատակիցները վաղ առավոտյան խուզարկություններ են իրականացրել Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող Ուժեղ Հայաստան կուսակցության գրասենյակներում եւ համակիրների բնակարաններում։ Գործողության արդյունքում ընտրակաշարք տալու եւ ստանալու կասկածանքով ձերբակալվել է 5 անձ։ Սա կուսակցության դեմ իրականացվող առաջին իրավական գործողությունը չէ։ Օրեր առաջ նմանատիպ խուզարկություններ եւ ձերբակալություններ էին տեղի ունեցել նաեւ Ալավերդու գրասենյակներում։ Ըստ պաշտոնական տվյալների, փետրվարից ի վեր ընտրական հանցագործությունների փաստով նախաձեռնվել է արդեն 43 քրեական վարույթ, որոնց շրջանակում ձերբակալվել է 67 մարդ։ Հայաստանի Հանրապետության կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է ընթանում։ Մասնակիցները պահանջում են անհապաղ ազատ արձակել Արցախցի ընդդիմադիր հասարակական գործիչ Արթուր Օսիպյանին։ Հավաքված քաղաքացիներն ու համախոհները նրա կալանավորումը որակում են բացառապես որպես քաղաքական հետապնդում, ուղղված ընդդիմադիր տրամադրությունների ճնշմանը։ Ակցիայի մասնակիցները պաստառներ են բացել ուժային կառույցների կամայականությունների դեմ ուղղված կարգախոսներով։ Հիշեցնենք, որ Օսիպյանը նախ բերման էր ենթարկվել ոստիկանություն, իսկ այնուհետև կալանավորվել խուլիգանության մեղադրանքով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հրապարակային լեզվակռվից հետո։ Մայիսի 18-ին Երևանում քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ Օսիպյանը մոտեցել էր Փաշինյանին եւ հարցեր ուղղել 2020-2023 թվականներին Ղարաբաղում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների պատճառների ու հետևանքների վերաբերյալ։ Ավելի քան 50 հասարակական կազմակերպություններ եւ գործիչներ արդեն հանդես են եկել խիստ հայտարարությամբ, կալանավորումն անվանելով ապօրինի եւ անհամաչափ ճնշում, որը խարխլում է վստահությունը ժողովրդավարության եւ հունիսի 7-ին կայանալիք համապետական ընտրությունների հանդեպ։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ հունիսի 7-ի ընտրություններում հաղթելու դեպքում կառավարության հենց առաջին նիստին կընդունվի Սաֆարովին կանխարգելման օրենքը։ Ըստ Կարապետյանի, սա միակ միջոցն է կանխելու 300,000 ադրբեջանցիների հնարավոր վերաբնակեցումը, ինչը սպառնում է Հայաստանի տնտեսական անվտանգությանը։ Իրավաբան Արամ Վարդևանյանը հավելել է, որ փաթեթը ծառայելու է որպես ատելության կանխարգելման գործիք, որը թույլ չի տա ադրբեջանցի իրական շահառուներին տիրանալ հայկական հողերին։ Զուգահեռաբար սահմանադրագետ Գոհար Մելոյանը մտահոգություն է հայտնել, որ Հայաստանի 4 մարզերում ադրբեջանական զորքերի ներկայության ֆոնին իշխանությունները շարունակում են խոսել կեղծ խաղաղության մասին։ Մենք մեր կառավարության հենց առաջին նիստին ընդունելու ենք գլխավոր օրենքը մեր երկրի համար։ Դա մենք կոչել ենք Սաֆարովի կանխարգելման օրենք, որպեսզի արգելենք ադրբեջանցիներին գնել մեր հողերը, գնել մեր տները, նվեր ստանալ մեր հողերը, ինչպես մենք բոլորս տեսել ենք։ Մենք առաջարկում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող որևէ անձ, լինի դա ֆիզիկական, թե իրավաբանական անձ նաև, որպես քողարկված իրական շահառու Հայաստանում գործունեություն իրականացնող, չի կարողանալու ձեռք բերել որևէ անշարժ գույք։